Ինչու ամերիկյան բեռնատարներն ունեն երկար կապոտ, իսկ չինականները գրեթե միշտ հարթ կաբինը։ Չենք մոռանում բաժանորդագրվել Նարեկ Դեմիրճյան էջին։ Առաջին հայացքից տարբերությունը դիզայնի մեջ է։ Իրականում դա ընտրություն է կյանքի եւ շահույթի միջև։ ԱՄՆ-ում բեռնատարը առաջին հերթին գոյատևման մեքենա է։ Այդ երկար առաջին հայացքից անճոռնի կապոտը գեղեցկության համար չէ։ Դա հարվածի էներգիայի կլանման գոտի է։ Ճակատային բախման ժամանակ հարվածը իր վրա է վերցնում կապոտը։ Քրաշ թեստերը ցույց են տալիս, որ կապոտով բեռնատարների դեպքում դանդաղեցումը 30-ից 38%-ով ավելի ծանր է, քան առանց կապոտի մոդելների դեպքում։ Սա որոշում է վարորդը կստանա ծանր վնասվածքներ, կմահանա թե կենդանի կվերադառնա տուն։ Հիմա չինական։ Այստեղ խիստ սահմանափակված է բեռնատարների ընդհանուր երկարությունը։ Կապոտի յուրաքանչյուր սանտիմետր խլում է 1 սանտիմետր բեռնատար հատվածից։ Իրականությունը խիստ է։ Հարթ կաբինան թույլ է տալիս օրական տեղափոխել մինչև 20%-ով ավելի բեռ։ Փողերի հաշվով դա հարյուրավոր դոլարների տարբերություն է։ Դրա համար կապոտը կարճացնում են, իսկ անվտանգության բուֆերները հանում են։ Մեկնաբանություններում կարող ես գրել. գիտեի դիզայնի այս տարբերության պատճառների մասին, թե ոչ։ Չենք մոռանում բաժանորդագրվել Նարեկ Դեմիրճյան էջին։ Շնորհակալություն։